կոնկրետ Հովանավանքի եկեղեցին, որի միջայլոց կադաստրի փաստաթղթերով, որը Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում ասել, պատկանում է Էջմիածնին։ Եվ Արա Զորաբյանը երեկ կարծեմ, թե առաջ էր կադաստրի փաստաթուղթը, վկայականը, որ համ հողը, համ էլ կառույցը, ոչ թե միայն եկեղեցին եւ հողը ասենք թե պետականը, հողն էլ կառույցն էլ պատկանում է Էջմիածնին։ Հետևաբար Էջմիածինը որպես տանտեր, ես ավելի կենցաղային լեզվով եմ ասում, ոչ թե կրոնական բանով, ամեն իրավունք ունի ասելու, որ դու կարգալույց ունեցես, տնեսս դու արի, դու ապօրինի այնտեղ հիմա մնում ես, ապօրինի ես դու։ Քաղաքացիական օրենսգրքով փոխարինել։ Ներողություն, անգամ եթե կարգալույց եղած չէ, բայց նշանակումը փոխում են, իրեն հանում են ուրիշին են նշանակում։ Նա այլևս իրավունք փաստացի այդ դա է։ Այո, իրան ասել էին մինչև ժամը 3-ը բանով պաշտոնական նամակով Էջմիածնից, մինչև ժամը 3-ը ուրբաթօրն է թե ինչ հատկել։ Կարևոր չի, կարևորը պետք է դուրս գան եւ բալիկները հանձներ։ Սա նույնն է ինչ որ դու վարձակալ ունես, այդ վարձակալի ժամկետը անցել, ասես բալիկները հանձնի Գնա։ Շարունակեք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ սա սկիզբն էր։ Հետևաբար, երբ նա ասում է սա սկիզբն էր, մենք կարող հասկանանք, որ շարունակություն է լինելու, եւ շարունակությունը չի բացառվում, որ մի քանի ուրիշ եկեղեցիներ էր իրենց տերայիններով, եւ իմիջիայլոց դժվար չէ եկեղեցականներին կոմպրոմատ գտնել։ Նույնիսկ կգնեն մարդ են ոչ մեկ Քրիստոսի խոսքերը կարող որ չի գործել թող առաջինը քարնետի։ Հիմա ես վստահ եմ, որ բոլորի վրա, եւ եթե իրանց նպատակը ծուռ է, ամեն մեկի տանը կամերա են դրել, ամեն մեկին ձայնը լսում են, հետեւաբար շանտաժ անելը եկեղեցականի շատ ամենահեշտ գործերից մեկն է։ Եվ կանչում ես, ասում ես նայ, քեզ կամ խայտարակելու եմ, կամ դու անցնելու ես իմ կողմս։ Վաղը ասում ես, որ կաթոլիկոսը սենցեր, նենցեր, ինչ որ ես Եվ կարծում եք եկեղեցիների թիվը կարող է ավելանա այս։ Ես կարծում եմ այդպես են իրանք աշխատելու, որովհետև այդ ձևով դու արդեն քանդում ես կառույցը։ Այդ կառույցը հետո պիտի եւ իհարկե ճնշումը կա, որպեսի Գարեգին բն հրաժարական տա։ Եվ այս վիճակում եթե Գարեգին բն հրաժարական տվեց, դու արդեն խարխրել ես եկեղեցին եւ հաջորդ ընտրությունները լինելու են ինչպես որ Նիկոլ Փաշինյանն է ուզում, ում է ուզում։ Ինչպես նշեցի, արդեն երկու առաջնորդների անունը շփվում որպես իբր թե անցել են Նիկոլ Փաշինյանի կողմը, մեկը Պարսամյանը, որը նախին Հյուսեյն Ամինքայի առաջնորդն էր, որ հիմա Վատիկանում է ներկայացուցիչ, մյուսն էլ Բոլիսի Ստամբուլի առաջնորդ։ Հիմա նա այսպես իրենք քիչ մարդկանց ներքաշելով մարդկանց ասելով այս տերայիններին, եկեղեցիները կարող են անջատել եւ ամեն մի եկեղեցի դառնում է աղանդավոր եկեղեցի, հետո այդ եկեղեցիները կարող է միանան, եթե մինչև այդ չհասնի իր նպատակին, այդ անջատված եկեղեցիները կարող է միանան ու ստեղծեն իրենց նոր կաթոլիկոսարանը եւ իրենց նոր կաթոլիկոսին ընտրել։ Ես ձևով բաժանեցին